Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս տարվա բյուջեով ուրեմն 9.6 միլիարդ տրամադրել էիք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներին, բայց ճշտումներից հետո այդ գումարը դարձել է 1.6 միլիարդ եւ այս տարի հաջորդ տարի 26 թվականին եւս 2 միլիարդ տրամադրում եք այդ նույն աշխատանքներին։ Նախ մի հատ խնդրում ասեք 9.6 միլիարդից ինչու է դառել 1.4, այդ մնացորդը որտեղ է օգտագործվել եւ ոնց տեսնում ենք այդ աշխատանքները չեն մեկնարկվել, եթե այս տարի չեն մեկնարկվել, հաջորդ տարվա համար էլի ինչի համար եք տրամադրում եւս 2 միլիարդ։ Շնորհակալ եմ Տիկին Ավետիսյան հարցի համար, Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երևի թե ամենաբարդ նախագծերից մեկն է, 5-րդ ռիսկայնության նախագիծ է, որի պարզ փորձաքննությունը տևել է երևի մոտ 1 տարի, եթե ոչ 1 տարուց ավել։ Միայն պարզ փորձաքննությունը դրա եւ հետո առաջ է եղել նախագծողի եւ փորձաքննողի միջեւ եւ իրականում այս process-ների ենթադրվում է նամանավանդ եթե առաջին անգամ ենք իրականացնում նման մասշտաբի նախագիծ կարող է որոշակի ժամանակ տևել։ Ինչու որտեղ են ուղղվել այդ գումարները Ավետիսյան, կարևոր տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, այդ գումարների մի մասը էական ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար եւ մենք ստացել ենք 45 տրոլեյբուսների գնման գումարը, այսինքն նույն ուղղությամբ է գնացել, նույն ասելով ոլորտային նույն ուղղությամբ է գնացել եւ մենք հաջորդ տարի արդեն ապրիլին, մայիսին ունենալու ենք 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներ Երևան քաղաքում։ Ինչ վերաբերում է ինչի է հաջորդ տարի գումար նախատեսվել, դες էլ ձեզ պատմեմ, ուրեմն հետեւյալ տրամաբանությամբ ենք որոշել գնալ կառավարության հետ։ Առաջին հերթին 3 հիմնական գործ ունենք անելու։ Առաջին հերթին կառավարության առանձին որոշում պետք է կայացնենք մետրոպոլիտենի նախագծային մրցույթի կառուցման մրցույթի հետ կապված հատուկ պայմաններ ավելացնելով, որովհետև իրականում ծավալը շատ մեծ է եւ մեր ստանդարտ ընթացակարգով շատ բարդ կլինի կառավարելի դարձնել կառուցման գործընթացը եւ մենք առաջարկել ենք կառավարության գործընկերներին եւ ոնց որ ունենք համաձայնություն FIDIC տրամաբանությամբ գնալու։ Սա պատմում եմ դետալներ էլի, բայց այս դետալները շատ կարեւոր են, ես հասկանում եմ շատ դեպքերում տենց ուղղակի ինչի չկա մետրոյի կայարանը, հա, սա արդարացում չի, էլի, սա իրականում բարդ process է եւ այս բարդ process-ում ես ձեզ վստահեցնում եմ, ոնց ունեցել ենք Կասկադը, տենց ունենալու ենք մետրոյի կայարանի կառուցումը, իսկ 2 միլիարդն էլ նախատեսված է առաջին հերթին տեղ հսկողի մրցույթի համար եւ որոշ չափով օտարումներ իրականացնելու համար, որովհետեւ քննարկումների արդյունքում նաեւ հասկացել ենք, որ առաջին ծառայությունը, որ մեզ պետք է այս մրցույթը կայանալու համար, դա ինժեներ տեղ հսկողն է, որը պետք է շատ որակով լինի եւ նմանատիպ աշխատանք կատարած։ Այսինքն մենք խոսում ենք տենց մի նոր հանգույցի մասին, որը մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների քանակը մոտ